Ինչ ասում ես, ասում վայ եկեղեցու դեմ խոսած։ Ինչ ասում ես։ Ասում ես ես մի հոգևորական ընտանիք ունի, ասում ես եկեղեցու դեմ խոսում եմ։ Որ ընտանիք ունի, դա եկեղեցու դեմ գործողություն չի, բայց որ այդ մասին խոսում ես, ստացվում է եկեղեցու դեմ։ Այսօր դակավին շանս կա երկխոսության մայրաթորի եւ իշխանություն գործող անձանց այնտեղի ոչ։ Այսինքն ամուրջները այրած են։ Այրած են ամբողջովին եւ ոչ մեկ տարբերակ չի։ Ոչ մի տարբերակ, ոչ մի այս անձանց հետ խոսելու ոչ մի տարբերակ չկա, ոչ։ Ինչպես թող մոռանան դա, եթե նման բաներ իրաց մտքով անցնում է։ Ով էր ավելի լարող այս վիճակին, Պակրատ Սրբազանն էր, ձեր կարծիքով։ Երկուսն էլ, եւ Բագրատ Գալստանյանը, եւ Միքայել Աչապահյանը։ Հիմա ունենք ծանր գայուն վիճակը, իշխանությունը իր թիրքին, եկեղեցու քաղաքալը իր թիրքին եւ անշուշտ իր նեղ շրջապատը, այստեղ անել վիճակ մը գա։ Ինչ սցենարներ կգանխադեսեք։ Կտրիչ Նարսիսյանը պետք է լքի վերահանա, դա է սցենարը, պետք է լքի վերահանա։ Բայց չկա փապակը կամ վեապարը չի ուզում լքի։ Եթե ողջամիտ եւ խելամիտ իրեն դրսևորի, պիտի լքի։ Իրենց արածը հիմա տանում է նրան, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը ել չընտրվի Հայաստանում։ Հասկանում եք ինչու՞մն է խնդիրը։ Որ զանգեն, ասեն են գեներալներին բերեցիք, դե ուրեմն ասեք, թող վարչապետ նշանակեն այս ինչին։ Հասկանում եք։ Ու Կտրիչ Ներսիսյանը դրա հետ հաշտ կլինի, հասկանում եք, ինքը դրա հետ խնդրեմ չի ունենա։ Ձեր օրերուն Արցախը հայաթափվեցավ, այդ է պատճառը եւ կուզեն որ դուք հրաժարիք կամ իշխան։ Կներեք իրենց օրերում էլ Հայաստանն է հայաթափվել։ Հայաստանից 1 միլիոն մարդ արտագաղթել։ Բարև ձեզ Արևելքի հարտագով անգեղծ զրույցի հյուրը այսօր Արման Եղոյանն է։ Հիշեցնեմ, որ պարոն Եղոյանը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր գուսակցության ֆրակցիայի անդամ է, ինչպես նաև Եվրոպայի ինտեգրացման հարցերու հանձնաժողովի նախագահ։ Բարի եկացեք, պարոն Եղոյան։ Իսկապես թեժ ժամանակներ են այս բոլորը արդյոք ինչ որ ժխտական անդրադարձ կունենա իշխանություններուն վրա, այսինքն գիտեք հրաբարագի վրա հանրույթը գսե թե այսօր իշխանությունները կհարցակի մայրաթորի վրա եւ այլն, գիտեք այդ խոսույթի մանրամասնությունները։ Դե տեսեք ինչից սկսվեց այս ամեն ինչը, այս քննարկումները։ Սկսվեց նրանից, որ ըստ էության բարձրաստիճան հոգևորականները մտան քաղաքական դաշտ եւ սկսեցին զբաղվել քաղաքականությամբ, այսինքն տեսեք այստեղ մենք հասկանանք չես կարող միաժամանակ օգտվել այդ երկու աշխարհների, այդ երկու հարթությունների հնարավորություններից։ Եթե մտնում ես քաղաքական դաշտ, ուրեմն պիտի պատրաստ լինել լսելու քաղաքական խոսք։ Եթե դու մտնում ես քաղաքական պայքարի մեջ, մեղադրում ես քո քաղաքական օպոնենտներին, հաճախ վիրավորում ես, կոչ ես անում ռազմական հեղաշրջում անել, ինչը արդեն էլ քաղաքական էլ չի, դա արդեն ուղղակի սովորական կամ ոչ սովորական հանցանք է, այդտեղ արդեն այլ կանոններ են գործում։ Մայրաթորի կանոնները գործում են մայրաթորում, եկեղեցու շրջանակում, եկեղեցական արարողությունների հոգևոր աշխարհում, հավերժականի աշխարհում, ոչ թե այս ժամանակավոր անցողիկ երկրային քաղաքական կյանքում։ Մենք պետք է հասկանանք, դու չես կարող այն բանի հավերժականի երկնայինի հոգևորի պատմուճանը հակած կամ այդ զրահաբաճկոնը հակած, հա, այդ վեղարով գալ մտնել քաղաքական դաշտ եւ ասել եւ երբ որ հարված ես ստանում, ասես բայց ես հոգեվորական եմ, ինչու եք ինձ հարվածում, որովհետեւ քաղաքական դաշտում առանց հարվածների չի լինում, քաղաքականության մեջ դու պիտի հարվածներ հասցնես եւ հարվածներ ստանաս, դա է քաղաքականություն, դա պայքար է։ Ավելի առարկայական կոնկրետ այսօրվա դեպքում այս երկու անձինք իրենք արդեն ոչ միայն քաղաքական դաշտ են մտել, այլև հանցավոր ով նկատի ունիք Բագրատ Գալստանյանը եւ Միքայել Աչապահյանը, մեկը շատ ավելի, ինչ ասեմ, զազրելի դրսևորումներով, որը մենք բացահայտեցինք, մենք իմացանք դրա մասին երեք, այդ ահաբեկչության կազմակերպման մասին լուրով, ձայնագրություններով, որոնց իսկությունը նույնիսկ իր փաստաբանները չեն հերքում, ամենայն դեպս երեկվա դրությամբ, մյուսը ռազմական հեղաշրջում անելու կոչերով, ինչը էլի հանցանք է,
այսինքն իրենք արդեն զուտ ոչ միայն քաղաքական դաշտ են մտել, այլև հանցավոր դաշտ են մտել, ընդ որում ոչ թե այդպես գիտեք, այն դաշտ, որտեղ կարող ես հայեց հողաբար մեկնաբանել այսպես եւ այնպես, գիտեք, այդպես ինչ-որ, չգիտեմ, մի թեթև հանցանք, մի ոչ մեծ ծանրության, միջին ծանրության հանցանք, այլ խոսք է գնում, այսինքն հրդեհներ, պայթյուններ, կրիտիկական ենթակառուցվածքներ վնասելու մասին, հոսանքի լարեր, բարձրավոլտ հոսանքի լարեր փչացնելու մասին, ինտերնետի մալուխը փչացնելու մասին, որ երկրում լինի քաոս, այդպես է, չէ, ասում է ձայնագրության մեջ, որ ոստիկանները չկարողանան բոլոր տեղերում գնալ եւ հարցերը լուծել, հոսանք չլինի, մինչեւ հրդեհները հանգցնեն, հրդեհ հանգցնելու համար լինի խցանում եւ հրշեջները չկարողանան հասնել այդ հրդեհ, այսինքն ով կուզենա նման բան։ Այդ մարդիկ ովքեր ապոկալիպս հա, ու այդ քաոսի մեջ իրանք գնան Facebook-ով, որը էլի չեն կարողանա, որտեղ մալուխն էլ անջատված լինելու, չգիտեմ, կամ պաստառով գրեն, ասեն դուրս գան, ասեն իշխանությունը, չգիտեմ, պետք է հեռանա, այս քաոտիկ եւ այլն։ Այսինքն ով կուզենա նման, ով է ուզում, իրեն աջակցողներին ես ուզում հարց տալ, էլի։ Սա ճիշտ, այսինքն ինչ են իրանք ասում, սա սուտ տեղեկություն է, թե ճիշտ տեղեկություն է։ Ես երեք բազմաթիվ գրառումներ տեսա Facebook-ում, որտեղ մարդիկ ասում են նույնիսկ եթե ճիշտ է, ոչինչ։ Եթե կարճ ձև է։ Ուզում են այդ ձևով գնան իշխանապողության։ Հա, բայց այդ ձևով այդ գիտեք ինչի նման է, այսինքն նավը խորտակվի անկախ նրանից, թե ով է նավապետը, հա, թե ինչ գնով են նավապետին փոխում։ Այսինքն գործնենք երկիր։ Պատկերացնում եք այդպիսի երկիր։ Ասենք որ մի պահ պատկերացնեք, որտեղ ամբողջ քաղաքում հրդեհներ, պայթյուններ, հոսանք չկա, տրոլեյբուսների լայերը պոկրտած, փողոցներում թափված, ավտոմեքենաները, ավտոբուսները, ուրեմն յուղը ավտոբուսների բաներին դիմապակիների վրա շփած, մեկը միտեղ ուրեմն մի զոհերով բնականաբար, որտեղ այդքան հրդեհի ու պայթյունի մեջ չի կարող զոհ չլինել, այսինքն դա ինչ են ուզում, լավ, ինչ են ուզում։ Ես կարող եմ հասկանալ։ Դուք այս բոլորը կփոխարինեք այս ոլորտին վերաբերող վարչապետի սեղանին տրված գաղտնի դեղեկատվությունը եւ եկեղեցի դեմ բայկարի ստարտը։ Ինչու հանգարց վարչապետը մի օր արթնացավ եւ գրառում արեց այդ պատմությունը գիտեք, որ մի գրառումը, շատ գրառումներ են եղել, որ պետք է հերանա եւ չէ, սկզբից ինչից եղավ խոսակցությունը, որ եկեղեցիները ֆիզիկական իմաստով շենքերը, եկեղեցապատկան շենքերը շատ դեպքերում պատշաճ խնամքի չեն արժանանում ու այս այո այդ ձեղնահարկերի չուլանի մասին դրամապանական խամը գա քի շարատրությունը ջանաբարմը թե որտեվ դեպքերը սկսան եւ չթատրեցան արդյոք կսեմ ընդհանուր մթնոլորտ մը գա չդադարեցին որովհետեւ դրան չհնչեց adekvat պատասխան հասկանում եք դրան չհնչեց adekvat պատասխանը օրինակ կարող էր կաթողիկոսը կարող էր ասել կաթող եպիսկոպոսներից մեկը մտներ կարող էին ասել նորմալ մարդավարի հա այսինքն լավ հարց է բարձրացնել վարչապետը մի հարց է Չէ, եղբայր չեմ ես այսպես Չէ, օրինակի համար ասել գիտեք ինչ եկեք ծրագիր մշակենք միգուցե ասեն մենք չենք հասցնում միգուցե ասեն չգիտեմ ֆինանսները չեն հերիքում չնայած ես դրան չէի հավատա բայց օրինակ այսպես քաղաքավարի ասեն եկեք պլան մշակենք Պարոն վարչապետ, հարգելի կառավարություն, եկեք ցանկ կազմենք եկեղեցիների, որտեղ դուք ձեր ասելով խնդիրներ եք նկատել, համատեղ ուժերով ինչ-որ վերանորոգենք, բան անենք, ինչ անենք, կարգի հրավիրենք, չգիտեմ, կամ ինչ նկատի ունեք, խնդրում եմ ասեք, թե որ եկեղեցիներում եք դա տեսել, մենք, այսինքն հարցը գնա բովանդակային քննարկման դաշտում, դա չընկալվեր որպես, գիտեք, այսպես այդ պոպուլիստական ձևով ինչ ասում ես, ասում վայ եկեղեցու դեմ խոսած, ինչ ասում ես։ Ասում ես ես մի բանը ասենք թե հոգևորական ընտանիք ունի, ասում ես եկեղեցու դեմ խոսում են։ Ես չեմ հասկանում։ Այսինքն որ ընտանիք ունի, դա եկեղեցու դեմ անել գործողություն չի, բայց որ այդ մասին խոսում ես, ստացվում է եկեղեցու դեմ հարված։ Հա, այդ մասին համարյա թե բան, դոկտորական ատենախոսություններ գրվեցին Facebook-ում, որ գիտեք
այդ բանը կուսակերոնությունը ինչ որ կուսակերոնությունը դա բանի համար է ոչ թե այսպես ուղղակի էթիկական ինչ որ նորմա, այլ դա եկեղեցու գույքը ապահով պահելու համար է, որ եկեղեցու ժառանգորդ չունենա։ Էհա, եւ ինչ են հիմա առաջարկում։ Իսկ եթե ունի ժառանգորդ, այո, հենց դրա համար է, բայց այդ հարցի պատասխան դրա համար է պետք։ Բավական վաղը կաթողիկոսի զավակը, որի մասին որ խոսում է վարչապետը, վերկանա ասի կներեք, ես այս մարդու զավակն եմ, ես պիտի ըստ օրենքի ինքն է, ուրեմն սեփականատերը եկեղեցական գույքի, հետեւաբար ես պետք է ժառանգեմ, օրինակ։ Ճիշտ է, հիմա շատերը կարող է ասեն, դա լավ, դե ոնց կարող է նման բան լինի, պատմության մեջ կարող է գիտես առաջի դեպքն է, որ կաթողիկոսը զավակ է ունեցել օրինակի համար, հա, երբ է տենց բան եղել, բայց եթե իրենք այդ կանոնն են բերում, որ դա ժառանգական ուրեմն իրավունք ներկայացնելը թույլ չտալու համար էր, բա հենց թեկուզ, այո, բա դա խնդիր չի։ Էլ չասած մյուս դրսևորումները, էլ չասած ընդհանրապես իրանց այս հանցավոր պահվածքը, էլ չասած որ թեմի առաջնորդը վերակ է, բաց է ինքան է, այսինքն ինքը գիտեք իրան ազատ զգում, բաց ասում է ես կոչ եմ արել երկրորդ, երրորդ նախագահներին, թող գեներալներին բան անեն, չունեք ծանոթ գեներալներ, այսինքն դա այսինքն կոչ անում այսինքն Հայաստանի Հանրապետության կազմակերպման Հայաստանի Հանրապետությունը հանրապետություն է, հանրությանը պատկանող պետություն, ոչ թե զինվորական ավտոկրատիա, ոչ թե կրոնապետություն, Հայաստանի Հանրապետություն։ Հազիվ են այս մարդիկ ընտրվելու հնարավորություն ստացել, հազիվ երկու անգամ է ինչ կարողացել են նորմալ իրանց ուզածով իշխանություն ընտրել, մեկի ուզածով ընտրվել է, մեկի ուզածով չի ընտրվել, որտեղ ձայները չի հերիքել, բայց համենայն դեպս նա էլ է իմացել, որ չի կեղծվել ընտրությունը։ Ինչ է առաջարկել, այսինքն բանի նման այդ բաների նման աֆրիկյան որոշ այդ զինվորական բաների, ավտոկրատիաների նման, ասենք մի քանի հոգի պիկապներով, մի 100 հոգի պիկապներով գան, կրակոցներով իշխանությունը զավթեն, հետո մի ուրիշ 100 հոգի գան, նրանցից իշխանությունը զավթի, հետո այն մյուս 100 հոգին գան, նրանց սպանի, նրանց իշխանություն։ Էդ է իրանց պատկերացածը։ Իրանք էլ ամեն հաջորդ իշխանազավթին գնան օրհնեն, հա, ոնց որ նախկինում արել են արդեն իսկ քանի անգամ։ Էդ է իրանց ուզածը։ Չէ, այդպեսի բան չի լինելու։ Չի լինելու, ժողովուրդը նման բան թույլ չի տալու։ Ինչ իրավունք ունեն իրանք, այսինքն ճաշակում գնացեք ձեր ծանոթ գեներալներին ասեք գա իշխանությունը վերցնի։ Ո՞վ է նման իրավունք տվել իրան։ Կար իշխանության ճգնաժամ, կար, չէ՞։ Պատերազմից հետո։ Կար։ Այո, պիտի անկեղծ լինենք։ Կար լեգիտիմության խնդիր, որովհետև այդ հանրային համերաշխությունը այն աստիճանի էր դիսբալանսավորվել, որ ողջամիտ կասկած կար, որ իշխանությունը էլ չի վայելում ժողովրդի մեծ մասի համակրանքը եւ իշխող մեծամասնությունը գնաց այդ քայլին, ասեց շատ լավ, եկեք ընդրություն անենք։ Այո, եկեք տեսնենք եւ գնացինք այդ քայլին։ Հիմա ինչ են ուզում։ Ինչ են ուզում, քաջալերում գովում են ահաբեկչությունը ու իրանց աջակիցները։ Այսինքն երբ որ իրանց դեմ էին ահաբեկչություն անում։ Օրինակ ասենք ես տեսա Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էլ էին ահագին մեջ շատերը էլի ոչ բոլորը, բայց շատերը մեծ մասը իրենցից, եթե չեն էլ գրում, ես համոզված եմ սիմպաթիայով են վերաբերվում, բացի 1-2-ից։ Երբ որ սա քաջալերում են, լավ է, երբ որ օրինակ դրոյի գործը կար, օրինակ 31-ի գործը դուք հաստատ կհիշեք։ Երբ որ դաշնակցությունը, դաշնակցականները այն ժամանակվա ընտրված իշխանության դեմ ահաբեկչություն էին պատրաստում, Վանո Սիրադեղյանի դեմ, Վազգեն Սարգսյանի դեմ։ Լավ էր, այսինքն ողջուներ այն ժամ, այսինքն ողջունեին, հա։ Հոկտեմբերի 27-ը, էլի նախկին դաշնակցական։ Լավ էր, այսինքն հա այդ մարդն էլ իր քաղաքական ինչ-որ պատկերացումներ ուներ, չէ՞։ Իրան էլ էլի մեկը գնացել ասել էր, չէ՞, մեկը գնացել ականջին նստել էր, չէ՞, տղայի։ Հաստատապես, չէ՞։ Ու գիտենք ովքեր։ Ասել էին չէ, վատա, խանգարում է պետությունը զարգանա այս մարդը։ Մի բան արեք։
Այս բոլորին արընտեր գիտեք որոշ ժամանակներում նաև գարցիկ հնչեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի ոչ բոլոր անդամները կոհ են եւ այսպես գողջունեն Բագրատ Սրբազանի վարկը, արդյոք այդ առումով իշխանությունները ինչ որ երկխոսության մտակ թե ճուզեցիկ այդ թող խոսեն իրանք պիտի լսեք մենք հրապարակային դաշտում ենք գործում մենք հրապարակային ենք խոսում էդ էլ են իդեպ շատերն ասում արժեր հրապարակային գնայիք այո այդ ձևով թաքուն հապար գիտեք հա գնայիք սենյակում խոսեիք փաստերը ներկայացնեիք ասեիք մենք դրա մասնագետը մենք չենք կարող անում այսինքն ուզենանք էլ պարզ ասեմ ուզենանք էլ մեր մոտ դա չի ստացվի չի ստացվի, հա, հաստատ եթե ուզենանք դա կուլիսային բան անել, հաստատ կտապալվենք։ Այդ ծևը մեր ժողովուրդը ավելի կտապալվենք, էլի, չէ, մեր մոտ չի ստացվում, Դուք չգաք այնտեղ։ Չէ, մեզ մոտ դա չի ստացվում։ Եվ մենք ի սկզբանե դեռ ընդդիմություն եղած ժամանակ մենք ворթեգրել ենք այդ գործողությունը, երբ օրինակ այդ գործելավոճը, երբ այն ժամանակ օրինակ ժողով էինք անում, նիստեր էինք անում կուսակցությունով եւ երբ օրինակ մեր ասենք ընկերներից մեկը շատ հաճախ ես ասում եմ ոնց որ այն մարդը կասկածելի է, այն մարդը կասկածելի է, կարող է ԱԱԾ-ից է, եկել է մեզ լսի, կարող է այն մյուս հանրապետականից է, եկել է թաքուն, դե որ ասենք նոր մարդիկ էին գալիս, որոնց չէինք ճանաչում, ուզում էին մասնակցել նիստերին, ժողովներին, դառնում էին կուսակցական, հա, դիմում էին եւ այլ Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում այն ժամանակ, ասում էր, բայց մենք ինչ գաղտնի բան ենք անում, թող գան լսեն։ Ասում էր, թող գան լսեն, ասում էր, եթե մեկը ԱԱԾ-ից է, թող գա լսի ինչ ենք խոսում, ինչ ենք անում, որ վախենանք, կամ եթե մեկը հանրապետական կուսակցությունից է, ուզում է գա մեր ժողովներին լսի, թող գա լսի։ Մենք ուզում ենք երկրում անենք իշխանափոխություն։ Ճիշտ է, դրա համար գրանցել ենք կուսակցություն, հեսա հելնելու ենք ցույց անենք, հեսա գնալու ենք երթ անենք, հեսա ընտրության ենք մասնակցելու եւ այդպես շարունակ։ Տախտիկ խորհուրդ չի գար որ տակցնեիք աշխատմաներ աշխատանքային հարցով ասենք կարող է լինել ասենք այս ակցիան անես ժամը 2-ին մի քիչ անսպասելի լինի ասենք չգիտեմ մի փողոց փակես թե 4-ին անես բայց ոչ ֆունդամենտալ հարցերով ոչ հայտարարված նպատակների մակարդակով ինչպես որ իրենց մոտ է Այս բոլորին զուգահեռ այսօր դակավին շանս կա երկխոսության մայրաթորի եւ իշխանությունների գործող անձանց այնտեղի ոչ այսինքն գամուրջները այրած են ամբողջովին եւ ոչ մեկ տարբերակ չկա ոչ մի տարբերակ ոչ մի այս անձանց հետ խոսելու ոչ մի տարբերակ չկա ոչ ինչպես թող մոռանան դա եթե նման բաներ իրենց մտքով անցնում է Սրա մասին, տեսեք, իրենք եւ կաթողիկոսը իրենք ունեին հնարավորություն իրավիճակը այստեղ չհասցնելու։ Ով էր ավելի լարողը այս վիճակին, Բագրատ Սրբազանն էր, ձեր գարձիկով։ Երկուսն էլ, եւ Բագրատ Գալստանյանը եւ Միքայել Աչապահյանը, հատկապես այս վերջի շրջանում մի հատ եկած իրենց դրսևորումներով եւ կաթողիկոսն էլ ինչ-որ բան չի անում չի ոչ ռեակցիա չի տալիս դրան ամեն բոլոր լծակները չունի իր ցերկը բոլոր լծակները չունի ջնշելու բավոլ բոլոր լծակները չունի այն Մերձ Բալթյան երկրների հոգևոր հովիվին առաջնորդին Վազգեն Միրզախանյանին այդ ոնց նախատեց Այն էլ էր արքեպիսկոպոս, էլի բարձրաստիճան հոգևորական, ինչա թե վարչապետին ողջունել էր Մերձ Բալթիկայում, ասել էր ողջունում եմ ձեր խաղաղության օրակարգը, ոչ ասել էր ես ձեզ եմ ընտրելու, ասենք ես ձեր կողմնակիցն եմ, ոչ ձեր կողմնակիցն եմ, հեսա ՔՊ-ի համար ցույց եմ անելու կամ ընդհանրապես ասել էր ողջունում եմ ձեր խաղաղության օրակարգը, բա ինչ աներ։ Գաբի մեջ եք Սրբազանին հետ Ես չէ, բայց գապ գա։ Դե կապ, չգիտեմ, կարող է ինչ որ մեկը զուտ, այսպես ժամանակ առ ժամանակ, բայց այնպես չի որ ինքը ինչ որ կապի շնորհիվ է, որ այսպես ասած։ Մարդը մտածել է մի բան, այդ ոնց մայրաթոռը, մի անգամից հայտարարություն, կայծակնային հայտարարություն տարածեց։ Իսկ որ ասում է գնացեք գեներալներին հանեք, գնացեք կառավարություն փոխեք, դա նորմալ է։ Այսինքն գեներալներին հանեին օրինակ Ով պիտի, այսինքն ով պիտի լինի Հայաստանի ղեկավար, ում գեներալները կորոշեն։ Հա? Բա հետո երկիրը ո՞նց է ղեկավարվելու, ո՞նց է երկիրը ղեկավարվելու։ Միջազգային հանրության Այս երկրի ընդհանուր տնտեսությունը, շահույթը, այս
երկրի գեներացրած համախառն արդյունքը, այսինքն դա կլինի նույն այդ խունտայի տրամաբանությամբ, ով բերել է իշխանության, հետո դնան երկրի տնտեսությունը մեջ անեն, ամեն մեկը էլի իր փայը վերցնի, ինչ են ուզում, դա են ուզում։ 90-ական, վաղ 90-ականներն են ուզում, երբ օրինակ հաբը դեռ բան չէր, զինաթափված չէր։ Հիշում եք հաբին։ Հաբին լավ հիշեցինք։ Հաբն էլ իր քաղաքական պատճառներ ուներ։ Չէ՞, նա էլ, եթե չեմ սխալվում, նույնիսկ գրանցված կուսակցություն ունեին։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ ընտրության էին մասնակցել, լավ էին անում, այսինքն լավ բան էին անում։ Ասֆալտի ֆեդերալը։ Այն ժամանակ, որ ասենք, ես հիշում եմ էլի, քաղաքում երեխա էի, ես ասենք 7-8 տարեկան, ես հիշում եմ, ասենք կարող է կրակոցներ հնչեին երեկոյան ժամերին։ Այդ ամեն ինչի վերջ դրվեց։ Չէ՞ որ իմայալ չեն ընջեր, բան։ Չէ, դե ես խոսում եմ ոչ թե ինչ-որ մի տեղ մի կոնֆլիկտի մասին, մի ավելի մեծ ես համակարգված ժամանակ խոսում եմ զինվորական ու համակարգված խմբի մասին եմ խոսում 100-200 հոգանոց ավելի մեծ համակարգված զենքերով, այսինքն հրամաններով, աստիճանակարգությամբ ոչ թե մեկը հարևանի հետ վիճի, նա նրան հայհոյի, նա գնա իր տան հրացանը բերի կրակի վրան, դրանից չեմ խոսում ես։ Համենայնդեպս դրան վերջ դրվեց ու դա շատ լավ է։ Ուզում են հետ բերեն այդ ժամանակները։ Ես չգիտեմ։ Կբդդվին սլակները թեպի հետ։ Ոչ, իհարկե ոչ։ Ճանաչալ շեշտեցիք։ Իհարկե ոչ, չեմ պատտվի, սլակները երբեք հետ չեմ պատտվում։ Երբեք սլակները միշտ առաջ են պատտվում։ Գիտեք, այս Գատողիգոսի թեման, երբ որ թեժացավ, թավատրաբաշտության գոմ եղող մարդիկ այսպես սահեցուցին Սահակ Սրբազանի լուրը, թե իբրև վարչապետը Անկարայով, Բադրիարքով եւ անշուշտ այս աղմուկը քչացավ, երբ Բադրիարքը ինքը ներկա չէր Իստանբուլում եւ եկեղեցականներն էլ չկային եւ չընդունեցին։ Տեսեք, այսինքն այդ բանի ապատեղեկատվության մասշտաբներ են։ Ինչպես իրանց այդ պլանում էին իրանք նկարագրել, տարածել թիրախային ապատեղեկատվություն, շշուկային ապատեղեկատվություն։ Իբրև ավելի լավ է Թուրքիո թելատրանքով Գատողիգոս ընդրելու այդ դրվածքը, էլի, այդպես էր տարածվում, եթե հիշում եք։ Նախ ակնհայտ դարձավ, որ դա սուտ էր, նախ ակնհայտ դարձավ, որ դա սուտ էր, որովհետև Սահակ Մարշալյանը նույնիսկ տեղում էլ չէր եւ ավելին ոչ մի հոգեվորական հայ առաքելական եկեղեցու մեր այնտեղի հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանից ներկա չէր վարչապետի այդ հանդիպմանը, հետո էլ վեհարանում էլ էլի իրանք այնտեղ չէին։ Այո, Պատրիարքարանում նկատի։ Պատրիարքարանում, այո։ Մարդ չկար եւ վարչապետը դարձավ եկեղեցի գնա։ Եվ այդտեղից ակնհայտ դարձավ, որ իրանք կեղծում էին, ստում էին, բայց ենթադրենք, ասենք կարող է եւ Սահակ Մարշալյանը լինել Ստամբուլում եւ ողջունել վարչապետին։ Այդտեղից մենք պետք է ասեինք, ահա, տեսակ, ընդունեց, ժպտաց, ասեց բարև, ասեց ո՞նց եք։ Սա կներեք, ոնց որ այն ժամանակ էին իրանք այդ իրանց այդ հիմար սերիալներով բանանում մարդկանց դեգրադացնում, հա, իրանց այդ հիմար բաներով, չգիտեմ, հաղորդումներով, այդ չգիտեմ, տարբեր տեսակի անիմաստ այդ խաղերով եւ այլնով։ Հիմա նույնը տեղափոխել են քաղաքական մակարդակ, ամեն օր մի հիմարություն ասում են, ստացվի, հա, օրվա մեջ ոնց որ ասում են կանգնած ժամացույցներ երկու անգամ ճիշտ ժամը ցույց է տալիս, չէ։ Հա, ասում են, հա, Սահակ բան, բայց հիմա ինչի՞ մեծ չեն վեր կենում, ասեն, վայ չէ, նման բան չկա։ Հիմա կոհ են կարծեք, որ Սահակ Բադրիարքը չի ընդունած։ Ախր հարցը այստեղ նման հարց ի սկզբանե դրված չի եղել։ Դա իրանց մտքով։ Հիմա հեծից ենք խոսում, ասում են հեծը ուզում են տան թուրքերին։ Անկարայի ինչ որ կորձարարի անունն էլ նշվում։ Անունն էլ կա արդեն։ Չի կարելի, էլի այդպես։ Չի կարելի, այսինքն իրանք հիմա եթե դուք բացեք այդ մարդկանց բաները, Facebook-յան էջերը, ասենք 6 ամիս առաջ, 7 ամիս առաջ, կտեսնեք բողոքներ գրում են, վայ, այս ինչ խայտարակ վիճակա հեծում, զանգում ենք չեն պատասխանում, լույսերը անջատեցին, սարքերը փչացան, կառավարություն ուր ես նայում, հասի, բանարա, այն, հիմա կառավարությունը նայեց այդ ուղղությամբ, տեղի ունեցավ քննարկում, դրան հաջորդեց ՀՑԿՀ նախագահի հրաժարականը, պարզվեց, որ բավականին մեծ ներդրումներ այնտեղ, այսինքն
ոչ, եղած չեն։ Այսինքն, այո, որոշ ներդրումներ եղած են, պարզ է, որ 15 թվականի հեծը չի։ Այդ 15 թվականի ճգնաժամն էլ է ծագել նրանից, որ հեծը ուներ ներդրումների կարիք, եւ այդ ներդրումները չէին արվում։ Այո, շատ համադարացվեց, դա մասնավորեցվեց, այո, որոշակի ներդրումներ արվեցին, բայց մեր էներգահամակարգը աճում է, մեր էներգոարտադրությունը աճում է։ Այս ընթացքում արևային պանելները, այս ընթացքում հիդրոէլեկտրոկայանները, այդ նոր կառուցված, դա հավելյալ ներուժ է, հավելյալ էներգիա է, որի համար պետք է հավելյալ հզորություն։ Այդ լարերը չես կարող սովետական ժամանակվա այդ քաշած այդ լարով սպասարկել, ասենք, այս նոր 800 մեգավատ օրինակ արևային էներգիայի հզորությունը, այն հիդրոկայանները այնտեղից։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք պիտի իրենց լուծումը ստանային։ Հիմա երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք, ասում են չէ ուզում են տան Թուրքիային։ Կներեք, խենթանոց է, էլի ասենք։ Նույն այս նյութի ագունքներում վերադառնալու ես լավ գիշեմ։ Լավը չեն ասում, այդ արևային կայանները դրել եք, որ հատուկ մեր բանը, չէ, դա պետությունը չի, դա պետությունը սուբսիդավորեց, դա մասնավոր անձանց է։ Շենքերի տանիքներին է, որ նայեք, ամբողջ քաղաքը, մարզերում, Սևանի ափին, հա, այսինքն արտադրական կա, արտադրական կա, անհատական, էլի լավը չեն ասում, հատուկ է կարել, որ դրա պատճառով հեծը խնդրեմ ունենա։ Հա, Գատրեն։ Ամեն բարեկայ, վերադառնալով այս եկեղեցու հարցերու ագունքներուն, ես լավ գիշեմ 2019-ի այդ շարժումը գարգե իշեք Նոր Հայաստան 18-ի Նոր Հայաստան Նոր Հայրաբեդ, այն ժամանակ շատ տարածվեցավ այդ տեղեկությունը, թե իշխանությունները խնդրած են Արամ Այբ կաթողիկոսի միջամտությունը եւ Արամ Այբ կաթողիկոսի գաթողիկոս դառնալու process-ի մասին խոսքեր կացին եւ այսօր ինչպես կգնահատեք Գիլիգյանաթորի թերը եւ ինչ կգնալեք Գիլիգյան գաթողիկոս Գիլիգիո գաթողիկոս չեմ հիշում ես նման խոսակցություն չեմ հիշում եթե լիներ նման հարց ես դրա մասին անպայման լսած կլինեի եւ ամենևին չէի վարանի դա բարձրաձայնել այսօր հատկապես Բեյրութի մեջ եղած է այդ խոսակցությունը միգուցե Բեյրութի մեջ եղած է այդ խոսակցությունը Երևանում ես նման բան չեմ լսել ճիշտ հակառակը ես գիտեմ որ այդ շարժումը դադարեցվել է քաղաքական իշխանության ճնշում չասենք ասենք խրախույսներով օրինակի համար ես գիտեմ որ այդպես է ներկայացնում բա որ գիտեք օրինակի համար Եվ ո՞րն է դրա դա դուք բարիք մատուցեցիք այդ այսինքն մենք ելանք այն կանխավարկածից որ լավ հիմա անպայման չի ամեն ինչ փոխել անպայման չի բոլորին փոխել այս երկրում հասկացանք իշխանությունը փոխվել է քաղաքական իշխանությունը լավ հասկացանք մենք գիտենք Գարեգին Ներսիսյանի ասենք հա գիտենք հասկացանք գիտենք այդ ամեն ինչը գիտենք լսել ենք Բենտլին էլ ընտեղ էնել ընտեղ չգիտեմ իր մատուցած ծառայությունները քաղաքական իմաստով նախքին այդ ընտրակեղծարությունների օրհնությունը դա էլ գիտենք մի խոսքով բայց ասենք իրավիճակը փոխվել քիչ է եղել պատմության մեջ որ մարդիկ մի շրջափուլում իրանց մի ձև են դրսևորել պատմական փուլը այդ շրջափուլը փոխվել է նույն մարդը իրան որոշել է այլ կերպ դրսևորի որովհետև ժամանակներն են փոխվել ժամանակները փոխվում են ի տարբերություն երկրային կյանքում ժամանակները փոխվում են ժամանակները դա բնական process է ոչ թե ինչ որ սորոսականներն են փոխում ժամանակները բաները ինչ որ հատուկ ծառայություններ հա կյանքը փոխվում է դա սոցիալական շատ բարդ process է որի բացատրության համար մեզ պետք կլինի երկար ժամեր այդ մասին խոսելու համար եւ խելացի իմաստուն մարդիկ տեսնում են Դիցուկ օրինակ Հռոմի նախորդ պապը Ֆրանսիս պապը այսինքն ներկան հələ չգիտեմ ոչ ոք չգիտի այո եւ տեսնում են ժամանակը փոխվում է իրենք էլ փորձում են ժամանակի հետ համահունչ գնալ այսինքն հիմա իրանց ասածը ինչ է որ երբ որ Բագրատ Գալստանյանը վերակենում ասում է Կիրանցով գնալու եմ Արցախ ոնց ես գնալու Կիրանցով գնալու է Արցախ կամ ուզում է գնա Կիրանցով Արցախ թե ուղակի դա ասում է ասելու համար թե դա ասում է ուղակի ցույց անելու համար
Էլ չասած ավելի վատ կասկած Հայաստանի Հանրապետության վրա հավելյալ վտանգ բերելու համար այն ուժային կենտրոնների կողմից, որոնք որ իրան զանգել են։ Այդ իր ասածն եմ ասում, այդ իր ասածն եմ։ Հեռաձայնելը զանգելն է, չէ՞, ճիշտ չէ։ Այո, որոնք որ իր ասելով իրեն հեռաձայնել են, այո, մի քանի աշխարհքաղաքական ուժային կենտրոնից։ Եվ ասել են վերկաց, այո, Հայաստանում պետքա լինի բան, չգիտեմ, պետք տարածք էական չի լինելու, պետքա լինի բան, դուք ասեք, ընտանիքի նոր մոդելի, ոնց ասում, ինչ ընտանիքի նոր մոդել է, տափակ, այդ գիտեք էլի, տափակ պոպուլիստական այդ բաներ էլ ընտանիքի նոր մոդել։ Մենք ասում ենք կաթողիկոսը բան ունի, աղջիկ ունի, ինքը ասում է ընտանիքի նոր մոդել։ Ինչ նոր մոդել։ Այդ էլ մենք կարող ենք բացատրի էլի, թե ով է իրան զանգել եւ ինչա ենք այդքան հպարտանում էլի դրանով։ Այդտեղ հպարտանալու որևէ բան չկա։ Հատկապես եթե մեկից ավելի կենտրոնից են քեզ զանգում, այդ նշանակում է, որ մեկից ավելի աշխարհքաղաքական ուժեր քեզ դիտարկում են որպես օգտակար ապուշ, այդպիսի արտահայտություն կա, այսինքն ում կարան սարքեն իրենց ազդեցության գործակալը, որտեղ սովորաբար տենց մեկից ավելիները տենց խելացի մարդկանց մեկից ավելի ուժային կենտրոնից չեն զանգի, կզանգեն մեկից։ Իսկ գիտեք, այս բոլորի առընթեր դուք Անտիլիասի կաթողիկոսներն ինչ որ ակնկալիք ունիք, ինչ որ բան մգս ասեք, ի վերջո որտեղ նվիրաբերական։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել, իմ կարծիքը կարող եմ ասել, ես որևէ բան չէի ակնկալի։ Ես որևէ բան չէի ակնկալի։ Համահայկական օրագարկ է, չէ, գիտեք ինչի, այ հենց այդ պատճառով, որ դա համահայկական օրակարգ է։ Դա համահայկական օրակարգ է, թող մնա համահայկական տիրույթում։ Այսինքն մենք երբ բարձրացնում ենք Էջմիածնի կաթողիկոսության հարցը, դա չի նշանակում, որ մենք ուզում ենք ինչ-որ վերադասավորումներ անենք եկեղեցու ներսում։ Ոչ, մենք բարձրացնում ենք այս մի հարցը։ Դա չի նշանակում մենք ուզում ենք ունենք մի տեխնացու, որին կուզենայինք տեսնել ամենայն հայոց կաթողիկոս կամ նման բան։ Մենք խոսում ենք այս պահին եղած կաթողիկոսի հետ եղած խնդիրների իր լեգիտիմության հարցերի վերաբերյալ։ Եթե մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կցանկանա մասնակցել այս խոսակցությանը, որևէ կերպ, թող մասնակցի։ Եթե չի ուզենա, թող չմասնակցի։ Կողմենա լրություն գա մեծ։ Եթե լռում է, թող լռի, եթե խոսում է, թող խոսի, բայց մենք հարցը բարձրացնելուց այն հույսով չենք բարձրացնում, որ բարձրացնենք, որ այն կողմից կամ Ստամբուլի Պոլսի պատրիարքությունից կամ Երուսաղեմի պատրիարքությունից, այդ էլ եմ ասում, այդ կուլիսային բաների մեջ մենք ամենևին չկանք, մենք չենք ուզում միջամտել, սա էլ ասեմ, մենք չենք ուզում, բայց երբ process գիտեք որ եղել է ժամանակին նման միջամտություն եւ այնտեղ է եղել ամենտեղ նկատնեմ Անտիլիասի բարակայ եւ 95 թվականին է եղել միջամտություն եւ նաեւ Սովետի ժամանակ էլ 95-ին էլ է եղել միջամտություն 99-ին էլ է եղել միջամտություն հիմա որ ասում են պետությունը խառնվում է 95 թվականին եւ 99 թվականին ամենակոշտ ձևով է պետությունը խառնվել հենց կաթողիկոսների ընտրության հարցին ամենակոշտ ձևով բերած են Անտիլիասի քաղաքալը կաթողիկոսը վերադարձավ Կարեկին երկրորդ դարձավ, չէ՞։ Շատ լավ։ Կարեկին առաջին դարձավ։ Հա։ Կարեկին երկրորդը դարձավ Կարեկին առաջին։ Բան չասեցի։ Ես ընդհանրապես ասացի, որ եղել է միջամտություն, ես չեմ ուզում երջանկայի շատակ Գարեգին առաջին ժամանակներուն ես ուղղակի մենք հիմա Գարեգին առաջինին չենք քննարկում։ Մենք քննարկում ենք քաղաքական միջամտության հարցը։ Եղել է թե չի եղել։ Բա ինչ է ասես չկմեղանում։ Ինչ է այսպես չկմեղանում։ Հիմա ընդհակառակը մենք ասում ենք, լսեք, այս երբ որ մենք չենք միջամտում, ստացվում է ձեզ օտար պետություններից են, հա զանգում։ Օտար պետություններից զանգում են, ձեզ ասում են հելեք ցույց արեք։ Դա նորմալ է։ Բայց ինձ լսող մարդիկ թող սա ասեն, էլի։ Դա իմ կարծիքով դա աննորմալ է։ Երբ որ Բարսաստիճան հոգևորականի օտար երկրի ուժային կենտրոնի իր ասելով ոնց է ասում հատուկ ծառայություններից թե վերլուծական կենտրոններից կներեք վերլուծական, դա ի՞նչ վերլուծական կենտրոն է, հո բանը չի Կարնեգի
կենտրոնը չեն զանգել իրան։ Համ նույնիսկ եթե Կարնեգի կենտրոնից են զանգել, այդտեղ էլ իր մոտ հարցեր պիտի ծագի։ Եթե իրան զանգում ասում են ելեք ցույց արեք, օրինակ, հա, որևէ այսպես think tank-ից օտարերկրյա, իր մոտ պիտի հասկանալա ով է այս զանգի հետևում կանգնած։ Ինչի է ուզում, որ ես պետք է նամ ցույց անեմ իշխան։ Ուրիշ բան դա ինքը իր մտքով անի։ Չէ, այդպես չի լինի այդպես։ Հիմա ունենք ծանր գայուն վիճակը, իշխանությունը իր թիրքին, եկեղեցու քաղաքալը իր թիրքին եւ անշուշտ իր նեղ շրջապատը եւ եպիսկոպոսներու տասը այստեղ անել վիճակ մը գա ինչպես դուրս պիտի գա անել վիճակ ինչպես ինչ են սցենարները կներեք մենք ավելի դժվար իրավիճակներ ենք բայց սցենարները ինչ են մենք նկատի չունեմ այս 7 տարվա ընդհանրապես հազարամյակների ընթացքում բայց ինչ սցենարներ կգանխադեսեք ի վերջո իշխանություններուն համար այն է որ Կտրիչ Ներսիսյանը պետք է լքի վեհարանա դա է սցենարը պետք է լքի վեհարանա բայց չկա այդ փապակը կամ վեհապարը չի ուզում լքի եթե ողջամիտ եւ խելամիտ իրեն դրսևորի պիտի լքի դուք լավադես եք ձեր այս թեզի մեջ այսին դա թեզ չի բանջին այս խնդրին ինչ որ այլընտրանք չկա մեր դիտանկյունից ոչ չկա ես չեմ տեսնում այնտեղ որևէ հեռանկար եթե լիներ որևէ այլ հնարավորություն ինքը անցած 7 տարիների ընթացքում պիտի որ դա դրսևորած լիներ ինքը ուներ դրա հնարավորությունը կանգնելու պետականության կողքին ոչ թե իշխանության կողքին ոչ թե իշխանության ես մեր մասին չեմ ասում այլ պետականության կողքին բայց իրենց արածը հիմա տանում է նրան որ Հայաստանի հաջորդ ղեկավարը ել չընտրվի Հայաստանում հասկանում եք ինչու՞մն է խնդիրը որ զանգեն ասեն են գեներալներին բերեցիք դե ուրեմն ասեք թող վարչապետ նշանակեն այս ինչին հասկանում եք ու Կտրիչ Ներսիսյանը դրա հետ հաշտ կլինի հասկանում եք ինքը դրա հետ խնդրեմ չի ունենա ինքը չի ասի բայց ոնց բայց ինչի պետք է այն մարդուն մենք բերենք դնենք Հայաստանի վարչապետ որտեղից այդ մանդատը իր մոտ նման հարց չի ցակի 688,000 քվե ստացած Նիկոլ Փաշինյանից եւ քաղաքացիական պայմանագիր Փաշինյանին եւ ֆրակցիային եւ քաղաքական մեծամասնության հետ ինքը չի ուզում խոսա այդ մարդկանց հետ պատկերացնում եք բայց ինչ որ մի երկու իրեք գեներալի հետ ովքեր կարող է Քոչարյանի Սերժ Սարգսյանի հետ լավ կապեր ունեին որ հելնեին հեղաշրջում անեին ինքը դրա հետ նորմալ է հասկանում եք հակառակ դեպքում պետք է քննադատեր մի հատ թող Մայր Աթորը հետ բան տարածեր ասել մենք կտրուկ դեմ ենք ռազմական հեղաշրջման պիտի իրադարձությունները գնա քաղաքական ճանապարհով համոզեք ժողովրդին այսինքն իրանք փոխանակ մտածեն գիտեք փոխանակ մտածեն հասկանան լավ ինչի է Հայաստանում ահա այս քաղաքական իրավիճակը նաև իրանց պատճառով է իրանց այն ինչից որ իրանք բողոքում են նաև իրանց պատճառով է որովհետև մարդիկ տեսել են տասնամյակներ շարունակ թե ինքը ոնց է օրհնել այն ապօրինությունները որ արվել են նախկինում չի խոսացել չէ մարտի 1-ից հետո մի բան ասեց ես մի բան ասեց մի հատ մի բան ասենք մի գիտեք ոնց մի չեմ ասում ասենք 100%-ով քննադատական այն ժամանակվա իշխանության հանդեպ այլ ասենք չգիտեմ 70%-ով չեզոք մի 30%-ով քննադատական մի միտք մի հորդոր հիմա պիտի ասեմ որ ծեր օրերուն Արցախը հայաթափվեցավ այդ է պատճառը եւ կուզեն որ դուք հրաժարիք կամ իշխանություն կներեք իրենց օրերում էլ Հայաստանն է հայաթափվել Հայաստանից 1 միլիոն մարդ արտագաղթել օրինակի համար այդպես ասելով չի իրենց օրերում Հայաստանից 1 միլիոն մարդ արտագաղթել հեռացել է 1 միլիոն մարդ 7 Արցախի բնակ 7-8 Արցախի բնակչություն ինչից են այդ մարդիկ գնացել անարդարությունից, կեղեքումից, բիզնես միջավայր չլինելուց, քաղաքական տերորից, մարտի 1-ից, հոկտեմբերի 27-ից, բացեք նայեք այդ բաները, ամենամեծ հոսքերը եղել են, ասենք, հենց այդ ժամանակներում, հոկտեմբերի 27-ից հետո, մարտի 1-ից հետո,
Բայց ամեն տարում են դա եղել, այս քաղաքական ու անարդար սոցիալական վիճակից։ Դից ասելով չի էլի այդ ամեն ինչը։ Վերջի վերջո նաև բերել է Արցախի որոշակի հանգուցալուծման։ Այսինքն իրանք ամեն ինչ արեցին, ամեն ինչ պատրաստեցին, այդ իրանք տնկած ծառի ծիլերը երբ պիտի երևային։ Սպասենք գալիք զարգացումներուն, անգերտ զրույցը շնորհակալ եմ պարոն Եղոյան, մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս քաղաքացիական պայմանագիր գուսակցության անդամ Արման Եղոյանն էր, նաև հորդորս ցեզի արկելի ակնթիրներ խտանելու համար անգախ մամուլի մեր գործունեությունը լայք մսեղմել, դարաձել մեր դեսանյութերը, այդպիսով խտանած գլակ մեր գործունեությունը բարինացես։